Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք արագ, հեշտ, շատ համեղ աղցան, ամառային, կամ կարող ենք բոլոր սեզոններին պատրաստել, բայց ես հիմա ամառը շատ կպատրաստեի, որովհետև իր մեջ կա դանդուր, իր մեջ կա վարունգ եւ իր մեջ գալիս է գարմիր լոպի, որը եւ ամբողջական օգտակար աղցան է եւ գշտացնող։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 2 բաժակ կարմիր լոպի, մի հատ կարմիր բղբեղ, մի հատ կարմիր սոխ, մի հատ վարունգ, 2 հատ լիմոն, մի բաժակ եգիպտացորեն, 150 գրամ ֆետա բանիր, 1 թեյ կտալ մեղր, 1 թեյ կտալ նռան դոշապ, 1 փունջ դանդուր, 2-ից 3 ճաշի կտալ ցիտաբտղից հետ, աղ եւ սև բղբեղ։ Սկսում ենք վարունգից, գեղևները չեմ հանելու, ուղղակի 2 մասի եմ, ավելի ճիշտ է 4 մասի եմ բաժանելու, այսպես, ու քառակուսիների եմ վերածել, որպեսզի հարմար լինի ուտելուց, այսպես։ Շարունակում ենք վարունգները և ուզում եի հիշացնել, որ բոլոր ապրանքները կարող եք 8 սուպերմարկետից վերցնել, քանի որ ունեն ամեն ինչ և որակով և հասանելի և ամենահետաքրքիրը, որ և ապրանք եք քնում և մասնակցում եք գովազդային վիճակախաղին։ Մի խոսքով կարող եք գնալ ձեր ապրանքները վերցնել և երջանիկ ապրել։ Ստեղ գտադում ենք սոխը, իրականում սոխը ես գիսալուսին եմ գտրում, այսպես, փարակ գիսալուսիններ, այսպես, շատ թարմացնող աղցան է, արագ է պատրաստվում, իր սոսը շատ թեթև է, թարմացնող է և ընդհանուր սենց ոնց որ թարմություն տա տենց աղցան է և ես մեկ-մեկ պատրաստում եմ, սառնարանն եմ թողում, որպեսզի սենց ավելի համերը իր մեջ վերցնի ու սենց ասում են Հայաստանում սոճրի լինի, այսինքն սենց հյութալի։ Սոխը կտրատեցի, մնաց կարմիր բղբեղը։ Կարմիր բղբեղը քյուբիկների եմ վերածելու, որպեսզի հարմար լինի մնացածին։ Այսպես կտրենք 3 մասի ու հետո այսպես։ Տեսեք ինչքան հեշտ է։ Ամեն ինչ մարացնում ենք, հետո սոսն ենք պատրաստում։ Իսկ ամենահամով պաղացիչը մեջը լոբին է, դե իհարկե, եթե լոբին լավ որակ է, մեծ է և փափուկ է և շատ համով է, աղցանը ավելի համով է դարձնում, իսկ մենք բախտավոր ենք, որ ունենք մարանիկ, քանի որ маրանիկի ամեն ինչը, և համեմունքը, և հատիկեղենը, բոլորը երբ որ որակով են լինում, ավելի համով աղցան է վերածվում։ Ես աղցանը այս ափսեի մեջ տնեմ։ Ավելացում եմ լոբին, ավելացում եմ եգիպտացորենը, մի հատ խառնում եմ, որ մոտավոր տեսնեք ինչ է լինելու և ինչ է պակասում ստեղ հիմա, պակասում է տանդուրը, իսկ տանդուրը այսպես իր տերևներն ենք միան ավելացնելու, մենք մի քիչ պոչերից կտրել ենք, որովհետև լավ երկար տանդուրներն էին, ես տանդուրով մի քանի աղցան եմ պատրաստում, ամառվա ինքը շատ հետաքրքիր համ ունի աղցանների, իհարկե մի հատ էլ սուպի տեսակ կամ ինչ-որ ապուրի տեսակ ենք պատրաստում, եթե սիրում եք մի օր էդի կիսվեմ ստեղ, մեծ մամաս էր պատրաստում շատ, Աստված հոգին լուսավորը շատ համով էր, այդ տանդուրի այդ թթված համը ավելի սուպի մեջ երևում էր։ Մի խոսքով ուրախ ենք, որ մեզ հետևում եք, մեզ նայում եք, մեր բաղադրատոմսերը պատրաստում եք, մեզ քրում եք, ամեն օր ժամը 9-ին և ժամը 5-ին նայում եք մեզ Կետրոն TV եթերով, Համի Կախնիկ հաղորդումը,
բաժանորդակրվել եք մեր YouTube-յան ալիքին, որովհետև բոլոր հաղորդումները այնտեղ գնում է, այսինքն ոչ մի բան բաց չեք թողնի, բայց չմոռանաք բաժանորդակրվել, որպեսզի ոչ մի պաղատատոմ բաց չթողնեք։ Հիմա արդեն պատրաստում ենք սոսը, բայց մինչև սոսը պատրաստելը մի հատ ստեղ մաքրագործենք, իհարկե ABC-ով, օճառվենք ու հետ վերադառնանք։ Հիմա գիդրոնները պետք է կամենք, գդրում եմ, սկսում եմ կամել, բայց հետո մենք կատ ենք անում, որպեսզի կան օպերատորները ինձ օգնեն ջզմենք ու հետ կպնենք ձեզ և շարունակենք։ Ես անգեղծ եմ։ Քանի որ ինքը մի քիչ ամուր լիմոններ են, կարող է ես չվաղարդու, չկարողանամ կամել։ Հիմա իսկ այսօրվա հերթը Վահագինն է, որովհետև Սակո 1.5 տարի լիմոն կամել է։ Իսկ իրականում լավ է, որ օպերատորները դղա լինեն, քանի որ երբ որ ուժ է բակասում խոհանոցում, իրենք օգնում են սխտոր ջզմել, լիմոն կամել, ինչն էլ ուրիշ, թթում գդրել, ձեզել, ինչ ձեզել, հա անգույս ձեզել, ուժ է պետք, ուժ, գդրի ասում եմ, համեցեք, ես էսի թնում եմ, որպեսզի տեսնեք կամել ենք, և ուզում եմ շքանշան նվիրել Վահագին, որովհետև օգնեց մեզի մի հատ մազայի մանգո, բայց կարող եմ սարսախցիկում տնել, որ սարի և խմեք։ Ուրեմն, ավելացում եմ լիմոնի հյութը, որը կամել ենք, ասում եմ կամել ենք, չեմ ամսում կամել եմ, ավելացում եմ նրան տոշապը, ավելացում եմ մեղրը, ավելացնելու ենք աղը, դե իհարկե համեմունքները բոլորը մարանիգից, ինչպես որ բոլոր հատիկեղենը, այնպես էլ բոլոր համեմունքները։ Հիմա ավելացնելու ենք ցիտապտղից հետ, իսկ մենք ինչ ցիտապտղից հետ ենք օգտագործում, սուշեֆից, ամենավորակով, սարը մզվածքով, այսինքն սարը մշակած, մի հատ ամուր անենք, լավ խառնենք ցետը, իհարկե դուք էլ եթե ուզում եք այսպիսի որակավոր ցետեր կամ ընդհանրապես որևէ մեկ ուտեստի մեջ օգտագործվող ապրանքներ կարող եք սուշեֆին դիմել կամ գնալ խանութ եւ վերցնել ձեր ոնց որ favorite ապրանքը, ձեր սիրելի ապրանքը։ Հիմա այստեղ ավելացում ենք մեր պատրաստած սոսը։ Խառնում եմ։ Wow, 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 wow. Yamito. Տեսնում եք ինչքան թարմացնող է երևում։ Իսկ հիմա ֆետա պանիրը մի քիչ ցերքով ճզմելու ենք իր մեջ ու հետո բահելու ենք մնացածը վերևի մատուցման համար, այսինքն իր վրա թնելու համար։ Վերցնում եմ, այսպես փշրում եմ։ Եթե արդեն աղցանը նկարում են ցես մոտիկից, տեսնում եք ինչպես մարացնում եմ ցերքով, այսպես։ Մի քիչ էլ եմ մարացնում։ Ճիշտ այսպես։ Մի հատ էլ խառնում։ Արդեն մատուցելու։ Հələ մի հատ նայեք ինչքան քույնավոր է եւ երևում է, որ շատ թարմացնող է եւ թարմ է։ Մի քիչ էլ ֆետա վրա։
Եվ այսօրվա պաղաթյադոմսը դանդուրով եւ լոբիով աղցանը պատրաստ է, դուք էլ պատրաստ եք եւ վայելեք բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր պաղաթյադոմսը արդեն պատրաստ է, ես պետք է փորձեմ, մի հատ պատրակաղ վերցնեմ եւ միասին փորձենք։ Ես շատ վստահ եմ, որ համով է, բայց ես ձեր հետ միշտ սիրում եմ փորձել։ Մի հատ լոբի, մի հատ տանտուր, մի հատ վարունգ։ Վաու։ Դե ինձ սիրելիներս, շատ համով է։ Դուք էլ անպայման պատրաստ եք եւ վայելեք այս համերը։ Իսկ մենք, քանի որ մեր խոսքը պահում ենք, ես նետում եմ մեր օպերատորին, քանի որ խոստացել էի։ Thank you, Vak. Пока.